Սիրելի հետևորդներս, ձեզ ասում եմ բարի կեսօրն անց, այսօր սեպտեմբերի 30-ը և մենք այսպես ասած հավաքվել ենք ու հետ ենք գնում մեր չնաշխարհիկ լորին, իմ տուն, իմ բուն, իմ օրրան։ Այստեղ տեսնում եք, որ ճանապարհները մեզ տանում են Երևանի գեղեցիկ ու ակնահաճո տեսարաններով, սիրելիներս, այստեղ գտնվում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մոտ և անցնում հաջորդ ճանապարհը, քանի որ սիրելի հետևորդներ ջան, մեր մոտ թե տնից տուն տաքսին, թե մյուս տաքսիները, երբ որ գալիս են Երևան, բոլորն էլ նախընտրում են ընտրեն այնպիսի ճանապարհ, որտեղ պրոբկա, նույն ինքը խցանում կոչվածները քիչ լինեն, բայց ինձ թվում է բոլորս էլ գիտենք, որ Երևանում նման բան գոյություն չունի, Երևանում խցանումներն ամենուր են ու միշտ կան ու կլինեն, բայց ամեն դեպքում սա Երևանն է, մեր Հայաստանի մայրաքաղաքը, այստեղ տեսնում ենք երկնակամարը, թե ինչքան սիրուն է ու ինչքան հաճելի է, մենք շարունակում ենք մեր ճանապարհը, շարունակում ենք գնում, որ հասնենք գոնե քաղաքի վերջը, խցանումներից ազատվենք։ Մեր մոտի բոլոր վարորդներն էլ ընտրում են այնպիսի ճանապարհ, որ խցանումներից զերծ մնան։ Այստեղ մենք գնում ենք դեպի Նոր Քմարաշով, որ ճանապարհը հեշտ լինի ու հարմար լինի, ամեն դեպքում խցանումից երբեք չես խուսափի, այն էլ Երևանում, ասեք որ կա չէ նման բան, այստեղ տեսնում ենք Մայր Հայաստանի արձանը ու տեսնում եք գնում ես, մի տեսակ ոնց որ արձանն էլ անընդհատ լինի, չշեղվենք, նորից նայենք երկնակամարին ու տեսեք, թե ինչքան սիրուն է, երեկ, այսօր, վաղը հանրապետությունում տված է անձրև, բայց բոլորս էլ լավ գիտենք, որ Երևանի համար անձրևները այդքան էլ չեն էլի շատ, ոնց օրինակ մեր լոռիում, այստեղ հավաքվել են ընդամենը սև ամպերը, բայց եղանակը տաք էր, լավ էր, իմ ամենասիրած եղանակն էր, որ ոչ մրսում ես, ոչ էլ շոգում, շատ հաճելի է, թե քայլելը, թե տրանսպորտից օգտվելը, թե մի խոսքով, ոնց էլ գնաս, քեզ հաճելի է, քեզ կոմֆորտ է, այսպես ասած, տեսնում եք, որ գնում ենք, հաճելի է, օր-օրի ավելանում են Երևանում, այսպես ասած, նորակառույցները ու բոլորիս համար էլ ասեք, որ հաճելի է, սիրելի հետևորդներս, ինչու նախընտրեցի այսպիսի ֆորմատ նկարահանման համար, որովհետև մեքենայում պարզավոր մենակ մենք չէինք ու մի տեսակ հարմար չզգացի, որ նկարահանեմ իմ սովորական նկարահանման ֆորմատով, քանի որ ես ինձ հարմար ու հանգիստ չէի զգամ, դրա համար ընտրեցի նկարահանման այս տարբերակը։ Այստեղ մենք դեռ գնում ենք Երևանի գեղեցիկ խուճուճ-մուճուճ փողոցներով, կենտրոններով, այստեղ հասնում ենք Քոչարի փողոց,
Հրաչյա Քոչարի հետո թեքվում, գնում դեպի բոլորիս ցանկությունն ու մտածմունքը այս պահերին են ալինում, որ վայ երբ պիտի հասնենք Դավթաշենի կամուրջին, որ խցանումներից ազատվենք։ Ասեք, որ կա, չէ, նման բան, սիրելի հետևորդներ ջան։ Այստեղ գնում ենք նորից երկնակամարում, սև ամպերը ավելի են շատանում, բայց հետո իրիկունը երբ որ հասատեղ հարցրի, մերոնք ասին անձրև չկար։ Այստեղ գալիս ենք, գալիս ու հասնում Փափազյան փողոցնա, հասնում ենք Կոմիտասի խճուղին ու հենց այստեղ էր, որ երբ որ լուսացույցը կարմիրը վառեց, դե պարզա մեքենան կանգնեց, Ալեքսն ասում է, վայ մամա ջան, մենք հասել ենք Կոմիտաս, այդ պահին վարորդը շրջվեց, ասում է, ապեր դու գիտես, լավ գիտես Երևանը, Ալեքսն էլ ասում է, հա բա, ասում է այս Կոմիտասն է, այ որ առաջ գնանք, ընդեղ կա տաշիր պիցա, կա գենացվալ է, ասում է, որ մի քիչ էլ առաջ գնանք, մամաս իմ համար ընդեղից կոշիկներ էլ է առնում, մի խոսքով ասելով, խոսալով, ծիծաղելով, խցանումները հաղթահարելով եկանք, հասանք Դավթաշենի կամուրջը, որ արդեն իսկ բոլորիս էլ ոգևորում է, որ պրծակ, այդ խցանումներից հաստատ պրծակ ու իրոք կա տենց բան, սիրելի հետևորդներ ջան, քանի որ գազ Երևան ու խցանման չհանդիպես, մի տեսակ աներևույթ բան է դա։ Օրինակ իմ համար այն սկզբներում մի քանի տարի առաջ արդեն տեսեք հասանք Դավթաշեն։ Ամեն դեպքում խոսքիցս չշեղվեմ, մի քանի տարի առաջ, երբ որ ես գալիս էի Երևան, սիրելի հետևորդներ, իմ համար մի տեսակ անընդունելի էր էլի, որ օրինակ A-կետից B կետը հասնելու համար մեզանից հաստատ պահանջվում է մինիմումը գոնե մի կես ժամ, ինչը մեր մյուս քաղաքներում ասեք, որ հաստատ այդպես չի, բայց թե ամեն դեպքում ունենք են, ինչ ունենք, այստեղ սիրելի հետևորդներ ջան, ուրախ զվարթ, մեր ճանապարհը շարունակում ենք, գնում ենք ու գնում ենք դեպի մեր սիրուն Լոռին, մեր չնաշխարհիկ Լոռին, տեսնում եք ճանապարհները արդեն իսկ ազատ, առանց խցանումի ու մենք մեր համար, մեր հավեսով քաղաքը դուրս եկանք ու գնում ենք, քանի դուրս եկանք, այնքան հետս սկսվեց եղանակը փոխվել, սև ամպերը շատանալ, բայց թե էտա աշունա, են էլ ոսկե աշուն, բա ոնց չշատանան սև ամպերը, քանի որ աշունը միշտ էլ գալիս է իր հորդառատ անձրևներով, ոսկեզօծ գույներով, հույսերով, երանգներով, այնպես որ արդեն իսկ աշունա, այստեղ տեսնում եք Գնթունիք ֆուդկորտը, բայց մեր մեքենաները չեն կանգնում, դե եթե ասող է լինում, կանգնում էլ են, բայց ոչ մեկ չասեց, ինձ էլ պետք չէր մեր մեջ ասած, ու ապարանի գիտեք ինչն եմ հավանում, այս քաղաքը տարին 12 ամիս մի տեսակ խնամված քաղաք է շատ, քաղաքի արտաքին տեսքը շատ գեղեցիկ ու գրավիչ է, նամանավանդ շատ սիրուն է տոներին, ամանորին, ցանկացած տոնի միշտ գեղեցիկ ու էլ ավելի խնամված է մեզ քաղաքը, շատ
աչքը տաշոյում մի տեսակ, երևի շատերդ նկատած կլնեք, որ անգամ շենքերի պատշգամբները, պատերը ներկված են միագույն, ինչը քաղաքին էլ ավելի գեղեցիկ ու ակնահաճո կոլորիտ է տալիս, հələ նայեք ինչքան սիրունա չէ, ինչքան հավեսով է նայվում, երբ որ դու անցնում ես այս քաղաքի միջով ու միանման պատշգամբներ, միագույն շենքեր, չգիտեմ, կոլորիտը համենայն դեպս իմ համար հաճելի է։ Տեսակ, այստեղ արդեն ապարաններ ենք դուրս գալիս ու մեր սիրուն դաշտերի ու սարերի կողքով գնում ենք դեպի մեր լորին, դեպի իմ բուն, իմ տուն, իմ օժան, որ ամեն անգամ էլ ավելի շատ է կանչում, էլ ավելի հավեսով է կանչում, սիրելի հետևորդներս։ Այստեղ արդեն իսկ, քանի մոտենում ենք մեր լորուն, տեսնում եք, երկնակամարն ավելի է սևանում, ավելի է մտնում հեսա լորու մարզ, դբալավը, իրոք դբալավը, ու արդեն հասանք մեր մարզ, իմ սիրուն լորին, իմ տուն, իմ բուն, իմ օժան։ Ահա, սիրելի հետևորդներս, գիտեմ, որ իմ ես տնական ու բնական վլոգները շատ եք սիրում, բա ես ինչքան եմ սիրում այս իմ իրերը, տղես կանֆետ է կիսել, ասում մամես էլ քու համար, լույսն անջատի, մի հատ կոֆե եմ խմում, ահա, սիրելի հետևորդները, տուն ենք հասել, սիրուն հավեսով, ինչ ենք անում, կոֆե ենք խմում, հերից կապ չունի, որ ժամը 7-ն է, ես կոֆե եմ ուզում, մի հատ սուրճ խմենք ու անցնենք մեր գործերին, դրսից շատ տպավորիչ չէր մեր բակը, բայց դրա մասին վաղը, քանի որ այսօր արդեն մութ է, աշունքացել եմ ու օրերը կարճանում եմ, գիտեք, ասում եմ, մի հատ ասում խմենք, առաջի գործողությունը տեղս խմեցի, սարցախցիկից լավաշ եմ հանել, կոֆես դրել եմ ու եկեք մեր իրերից խոսանք, այս իմ տղու ճախրուկա, չգիտեմ, մտածում եմ, տեսնենք, որտեղ իր տեղը կգտնի մշտական ու հիմնական գրած ճախրուկ, շատ ոգևորվելու, շատ ուրախացել եմ, սա արժանացել էր առանձին տոպրակի,
Սրա հետ ռիմատատիկն ինձ տվեց, այդ որ ոտքս ցավում էր, ձիկուլյամ, հետաքրքիր մազա, կսեցի օգնեց, ես առել էի էլ մենովազին էլ, դիկլոֆենա, չէր օգնել։ Ոչինչ էլի չէր օգնել, սիրելի հետևորդներս, ստեղ ինչա, զուտ մեր դու ինչին ես սենց ոգևորված սպասում, կարամ իմանամ։ Կոպոտս։ Ստեղ մեր հոգնորդներն ա, ու հեսա կոֆե սեփի, վերցնեմ տարանդեղ տոպրակը, են մեկ-մեկ նանք կոֆե խմելու ու մի քիչ ցրուցելու, շատ այը տեղից, աթորի մոտ, պես մեծ աթորի են մեկ, ահա այը տեղացկը, պես մեկն էլ արի տար, ժողովուրդ ուր գնաս ինչանես քոտանից լավ տեղ հաստատ այըտ մի տոպրակներ տար, քոտանից լավ տեղ ասեք, որ չգիտեմ, ես իմ տունը շատ եմ սիրում, դուք էլ եք, միշտ ասում, դուք էլ եք միշտ նկատում, որ տենց հա, ստեղ սուրճ եմ վերցրել, երեք որ սիպի դնացինք, պահի տակ հավեսս տվեց։ Սպասի Ալեքս։ Սպասի Ալեքս։ Քանի 4-5 օր ընդեղ ենք, էտա տեսակ, ու մեզ ահագին հովաթապ Ալեքսի փոխնորդ չորեր մի խոսքով տենց դրել ենք գնացել սիրելի հետևորդներս, այս կոֆեն չի ուզում, որ է պացելի, շատերս հետա չէ, տենց բամետնեմ, որ նստավ սպասում ես էպի, սա էլ չգիտես ինչի հետ չի ուզում, որ եպի, մի հենց են կոնտնան թապելու յա, դուք ետ տեսեք, արի կոֆե ճան, ես կես սպասում եմ, ահա, այս իմ կոֆեն, սիրելի հետևորդներս, գնանք դեպի մեր լորին ցուրտ, Երևան տակ, ինչքան ուզում է տակ հա, լավ ա, մի խոսքով, բայց թե մեր լորին ուրիշ ա, էլի իմ համար իմ տունը լրիվ ուրիշ ա։ Հիմնականը այս երկու պայուսակն ա, որ սիրելի հետևորդներ ջան, իմ գնումներն ու լվերներն ա։ Ոչ մի անգամ չեմ շրջանցել, ես ասի տելևիզոր ես միացրել, Ալեքս, այս անգամ էլ։ Ինչ էլ թունդ եմ էպել, ինչի եմ թունդ էպել։ Հատեք տեսնենք, միշտ ասել եմ, չէ, որ Թամարան Ալեքսին հակտի աղնամ, հակտը տոպրակ, միշտ գնեմ ուղարկում, ստեղ էնպես չի, որ ես չեմ կարա գիտեք, բայց թե բարեկամ ա, որ ուզում ա, տենց բաներ, աղի կողիկներ, որ թապվեց իմ վերքից, չգիտես թե ինչի,
Այսպես, շատ լավ եկանք չափի շատ, բայց թե պատերը 40 րոպե ուշ եկավ, տեղ մի էտա, ուզում ես ուժի, թեք ուզում մի ուժյան այս ճան, էտ էլ էտա, սիրելի հետևորդներս կոֆես թափելու էի, չեմ ուզում ալեք, ստեղ թեյա, ստեղ Ալեքսի սիրած խլոպյանա, մի խոսքով լիքը անհաշիվ սենց բաներա, սենց բաներա, Ես դիսարնարան, Ալեքսյան դիսարնարան, այդտեղ, այսքան բան, սիրելի հետևորդներս, քաղցր կատ, մի խոսքով, հա, ըտեղ մի դիր, այդ խաղող մաղողի մոտ դիր, ու ես, սատ համարա է քաղցր տոպրակա, հա, որ ամեն անգամ ինքը հաշվի առնում Ալեքսին, ես էլ սիրում եմ բարձրաձայնելը։ Դրանից հետո սիրելի հետևորդներս, չպես ինչի ասեմ, ուրեմն խոսում ենք ես կողմ են կողմ ծնունդիցս ինչքան օրեր ու նույնիսկ ամիսա, չէ ամիսը դեռ չի անցել, քանի օրեր անցել, Ռիմա տատննդեից, Ալան ընդեղից, մենք կեզ նվեր չենք արել, Էսա էնա, գնայեմ դիվանի վրի բարձերը վեզ կար, որ բերուն ես կասեմ, վեզ կար դիր սեղանի վրա, մենք կեզ նվեր ենք ուզում անենք, չէ դու ինքդ կարաս անես, դե որ նվեր, սիրելի հետևորդներս, Ես էլ գնացել եմ շատերի ծանոթ, շատ շուտվանից էի սրանից ես ուզում որ ճիշտն ասեմ, իմ լավ բարեկամու, ինչպես նաև հետևորդուհի Գայանեից մոտ որ գնացել էի, հետևորդուհուս քույրն է, ով ապրում է Վանաձորում, միշտ իրանց մոտ, ասում եմ վայ տիկին Գայանե ջան, Ես պատվիրել եք, ասմա կուզես պատվիրես, կուզես Վանաձոր կա, կարաս վրցնես, Վանաձոր 2 անգամ գնացի, գույնը չէի կարողանում գտնեմ սիրելի հետևորդներ ջան, որովհետև գույնը այդքան էլ սենց ամենօրյա գույն չի էլի իմ բազմոցի, ու մտքումս կար, ասում էի գնամ Երևան, վերջ էլի գումարը լինի, վերցնեմ ու իրանք էլ հարս ու կեսուր որ նվեր հանվեր, անպայման նվեր առնես, ինձ սրտովը տանցնի կառնես, ապրես, էստար, տանեմ ու գամ ծողիկները ուտանի, ու նստի ծողիկ կեր կետ ուտար, նստի դնեմ, Կարամ թուծնամ ես խորոբանը բաժանով Ցույց եմ տվել ես արդեն Ալեքս ջան, ես ինչ լավ խորոբայա, Վերցրու ծողիկը դու գնա, Վերցրու ծողիկը Ալեքսան ու գնա, Տոպրակը տար ու գնա, Տարա, բայց ընդեղ դրիք չտարար, Ինչ Են տոպրակը, Մի խոսքով, սկզբում ինչպես միշտ հրաժարվեցիմ, բայց թե իրանք հարս ու կեսուր սիրուն ասելու ձևը գիտեն, ալան ասմա չարնես կնեղան ամեսային այն ասենց բաներ, Մամա, արդեն տարա Նենց բանարա, որ օգտագործես ու մեզ հիշես, Ես էլ նենց բանարի, որ օգտագործեմ ու միշտ հիշեմ, մի հատ տեսեք, տղես ոնց է շարել, Ահա, սիրելիներ ջան, խոսքը, մի րոպե Ռիմա տատնազանգը,
ու մի խոսքով ասին ինձ բան անեմ, որ համ ինձ պետք գտնի, համ էլ մարդիկ նայեն ու գույնը գիտեք մտածում էի, եթե հանկարծ չճարեմ, քանի որ բարձիկները այս գույնի է, դե այս գույնի շատ կա, շուկան լիքն է, ասենք կողքի բազրիկներն էլ է, չէ, այդ գույն սևի հետ, մտածում էի վերջի պահով գոնե տենց կառնեմ, որ այս կտորը չփչանա, խավը չնստի, քիմ մաքրումից զերծ մնամ, պետք է դեպքում սրանց անեմ ու լվանամ, շատ որակով, շատ պետքական, ապրի սրա մտածողն ու արտադրողը, որ սենց լավ բաներ են արտադրել, ինքը տեսակ, չգիտեմ, ցույց տվի նկարով թե չէ, և բազմոցիա, և ես դիտավորյալ այս տարբերակն եմ ընտրել, կա նաև անկյունակի, բայց քանի որ ունեի հենց կողքի հետ մի հատ էլ ավելորդ դիվան, բազմոց, ներողություն, ոսկեղենի հայերենով ասենք, ասեցի սրանից վերցնեմ, սիրելի հետևորդներս, որ այն մյուս բազմոցն էլ ծած տվի։ Էսա տեսնենք, Ալեքսի չացրու դրա ձայնը, ստեղ հետաքրքիր է տեսեք համարակալած է, ինքը սիլիկոնով է, գիտեք, ինձ թվում է նոր բան չեմ ասում, այսօր շատերիս տանը կլինի, ով էլ չունի սիրելի հետևորդներս, ու տեսեք գույնը, նույն գույնը, նույն երանգը, ինչի համար շատ ուրախացա, չափից շատ, իրանց այսպես անցկացնեմ, սիրուն հավեսավ, ու որ ճիշտն ասեմ հոգնել եմ գիտեք չէ, այս վերջերը չգիտես ինչի ճանապարհից սկսել եմ հոգնելը։ Ասենք որ լավ բան է ու սիրուն բան է։ Սիրելի հետևորդներ ջան։ Թող բարով մաշենք, առողջ օգտագործենք, ոնց ասում են, քանի որ սա առանձին է, մի քիչ ունեց, սրան սենց կանենք, հիմա էլ այս մի կողմինն էլ այս ասա էլ գցեմ ճնշում է ապարատ, այս կողմ են կողմ, տենց բաներ, բայց թե հետա մեծանում ենք, Սիրելիներ ջան, շատ լավ է, շատ իմ սրտով, այս ավերջնական տեսքը իրար հետ կնայենք ու կուրախանանք, խնդրեմ, ինչքան լավ է, ինչքան սիրուն է, ուրեմն սենց մի բան, ընդեղ եզրի հետ եմ գցել, ու տեսեք ինձ սիրուն է նայվում, ստեղ սենց
ու բազմոցի տեսքը կորավ։ Ինչից կեզրահանգեմ, որ եսպես, սա էլ եզրի հետ կդնեմ ու ավելի բազմոցիս տեսքը կմնա։ Բազմոցս է կպահպանվի, ոնց որ հարկն է։ Երեսի կտորը չի փչանա, խավը չի կորի, չի նստի, այդպես լիքը բաներ, սիրելի հետ հարցներ չան։ Վերջ, ասեք, որ լավ ստացվեց ու շատ սիրուն, չէ՞։ Սենց արդեն ավելի տեսքով ու ճաշակով է։ Տամեք։ Սա էլ 2-3։ Որ ես եմ շատ հավանեցի։ Հետեից վեր Ալեքս ջան, այդ մի կողմն էլ գցեմ։ Վերջ։ Սա էլ իմ երկրորդ բազմոցը։ Խնդրեմ։ Ասեք, որ լավ ստացվեց։ Հիմա գնային մի սենյակ, որ մեկս մեկից չխանգարենք։ Ոչ, ճաս ջան։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, շարունակում եմ իմ օրվա վլոգը ու անցնում հաջորդին սրանք իմ վարագույրներն են, որ արդեն ծանոթ եք, գիտեք, ցույց եմ տվել մի նմավով կարեմ այս մի ընդհանուրն են, հա երկու հատանիքն է, պայտակ ենքաններ լգեիծալ է, ինձ քիչ թված շփոթություն առաջացվեց մոտս, իսկ ես տոպրակում Սիլվայի նվիրած նվերներն են և մեր փառատոնի հավաստագիրը, որ Ալեքսս մասնակցել է այդ փառատոնին, անկախ նրանից, ով ոնց կմեկնաբանի, ես շատ ուրախ եմ, շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ, որ մենք մասնակցեցինք այս փառատոնին ու ճիշտ մի քիչ տխրել էի ու խառնվել ու տագնապի մեջ էի ընկել, բայց ամեն ինչն էլ մարդու համար է։ Տոպրակի պարունակությունը նորից ցույց տամ, դրանք չեմ զլանում, ակնոցներս, որ առանց սրա չի գնում հնել Երևանը, օծանելիք, ֆրանսիական պարֆյում, շատ լավն է, իմ շապիկը, որ հասցրել եք տեսնել, ցույց եմ տվել, այստեղ իմ սիրելի Անուշեղենն է, Սիլվան ասում է նկատեցի, որ հենց նոր են
ստանում, ու ասի վայ, բա գնում եմ Անահիտիս մոտ, բա չտանեմ իր համար, ասում եք, դա իմ համար, գիտեք ինչքան մեծ պատիվա, այս գիտեք միշտ պարտադիր Ալեքսս կամ սա է հագնում, կամ Մելանտեն, գովազդչի, խրտ-խրտան վաֆլիներ, հյութ, ամանորը դեռ չի եկել, բայց այս բեռնափոխադրումը տեսա Լիլիս հիշեցի, սրա մեծն է Լիլս էր բերել, եթե կհիշեք, այսա ինչա, բոթասկաս, կհավաքենք հաճույքով, ինչ է դա գրքիր էր, երեսին է քաղցր, ասում եք էլի, շատ սիրուն է, ուզում էի ասեմ խոհանոցից գույն, նախքին խոհանոցս կապույտ էր, այս գիտեք, ու սա, սիրելի հետևորդներս, ընդհանուր այսքաններ, հիմա անցնում եմ իմ սովորական օրվան, պատրաստվում ենք վաղվան, Ալեքսը գնա դպրոց, վարպետները լիքը գործ են արել, բայց մութա չեմ կարա ցույց տամ, հետո ցույց կտամ, վաղը բարով խերով, շնորհքով, սիրտս քաշեց մի հատ էլ սրա հոտս կա, այս պահին իմ դրա ուրիշ ացանած, բայց հոտը մենց լավ սունշին է, իր անունը, այ հնքան ընտիր ու լավ նա, աննկարագրելի անուշ բույր ունի, Եվի Ֆրանսիայի տրոշը, մի խոսքով էլի սիրելի հետևորդներս, Parfümer Նայավադա для женщин vegan love studio Afrodita, ինքը ծաղկային բույր է, մի խոսքով Սիլվան ինքը շատ հասցրել եք ճանաչել իրան, ես մի քիչ ավելի շատ, նրբաճաշակ, բարձրաճաշակ, նուրբ երանգներ սիրող, լավ գործեր անող մարդ է ինքը, լավ հոգու տեր, լավ մտքի տեր, լավ խոսքի տեր, ինչ ասեմ, շնորհակալ եմ Աստծուն, որ տենց մարդիկ են միշտ մեր ճանապարհին ու մեր կյանքում հայտնվում, Աստված իմ շնորհակալ եմ քեզ շատ ու շատ, իսկ հիմա ուզում եմ վեր կենամ, երևի թե 7-ի կողմն արդեն 6:30 էր որ տուն եկանք ու լավ պինդ մութներ, ու ուզում եմ գնամ ինձ եթել այսօրի հարց կարգավորեմ, այդ դեպքում օգնության է գալիս սաղցախցիկը, գիտեմ, որ սաղցախցիկում ամեն ինչ ունեն ու չեմ մտածելու, թե վայ բա ինչ անեմ ու ինչ պատրաստեմ։ Հիմա անգնեմ իմ գործերով, իմ հոգսերով, արդեն դասղեկի հետ խոսացել ենք ու ամենքս մեր գործին գնանք։ Տեսնեմ։ Անձր է բակալը, ես են ասնում ես ետ ձենա տված էր է անձրև, հետաքրքիրներ տա, որ տված էր, ստեղ անձրև ցուրտ, իսկ Երևան շոգ տակ, ընտիր եղանով, ես Երևանում
Այ հենց տենց եմ սիրում ու տարվա այս եղանակներին եմ սիրում, որ չես շոքամ ու չես մեղվում, թե բայ շոքա, շունչս կտրեց, ես եղավ, են եղավ, այնտեղ քո հավեսով գնում ես վայելում ու գալիս քո տուն։ Այսպես գնացի իմ գործերով, ժոլոբ ենք սարքել, ուզում եմ լատենամ կաթմա, չի կաթմ, ինչ առնեմ, ոնց առնեմ, քանի անձրևը գալիս եմ, համ աշխարհի լվացքն ունենք, էլ մեր փոխնորդ, էլ սև ու սպիտակ, մի խոսքով լիքը բաներ ու տեսնեմ որտեղ ենք հանդիպում։ Մեր մոտ օրը շարունակվում է, բավականին ուշ է, այստեղ էս վիճակը, այստեղ սենց, Ալեքսս ոնց որ գնել է։ Ուրա, տեսնում եք թացի չոր գետինը, ոնց սիրում ենք ասենք, այս մասերն էլ, ահա, ստեց կատացել, ահա, դայցղի, զաշտո, խոնավա, խի, այս մասն է թանապես չորա, ստեղ էլ չասեմ, լավ հասցրել է չորանա, շրպալով անձրև էր գալիս, դե տվածել էր, բարձանամ վերև, ժոլոբը կա, մոռացել եմ հայերեն տալ գրակը, այստեղ արդեն էլի չորաստիճանները, ընտիր, այստեղ սենց վիճակա, այստեղ աստիճաններ չորցամակա, ինչը որ շատ իդեալական ու լավ ստացվեց, ասմա մամա, կարամ ես ոտքերս լվանամ, բայց չլողանամ, ասում եմ դե ոնց գիտես, այստեղ ես եմ, սիրելի հետևորդներս, կարոտել էի, սա եմ ներքև իջացնելու, բայց թե դար ոչ հիմա, եկել եմ տեղերիս ետևից, դասավրեմ դրեմ, ասում եմ կլյուչնիկ, ճիշտ եմ ասում էլի, այնքան բանալի գործեր կա, որ էլ ասելու չի, ասում եմ, ոնց են ասում աչկը տեսածից հա չէ վախում,
Սիրելի հետևորդներս, սա չէ, ծրչորը, հետ էի նայում, տեղերս եմ ուզում դարձնեմ, սովորության համաձայն գնացի տեղ, հանեմ, այս եմ ուզում, Սրտերի սեզոնը սկսվեց, սրանով էլ Ալեքսի լողանալուց հետո գլխին եմ դնում, լավ ես պահին, սա տանեմ, բայց ինձ էլի էր պետք բաներ վերցնել եմ, յոտ էլ ստենայեմ, ոնց որ նորմալ է, փակվեց այդ ծակծկերը, փաստորեն, Փառք Աստծո, ոնց են ասում Աստված այդ բեթարից ազատ է,